Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Էլ-Ռումը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, երկու հիմնական ու կարևոր խնդիր պիտի փորձենք լուծել on-line տիրույթում։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, երկրորդ հատվածը մենք ավելի ենք կարևորում, ինչպես գտնել պրոֆեսիոնալի, ով իր տեսակով նաև մոտիվացնող է։ Գիտեք, որ մենք երեխաների հետ կապված մանկության այս շրջանը վստահելի ձեռքերում անցկացնելու հետ կապված եւ շատ կարեւորում ենք եւ բավական հաճախ ենք անդրադառնում դպրոցական ոլորտին, նախակրթարաններին։ Ինչ որ ժամանակ նշում էին, որ շատ ավելի կարևոր է ճիշտ նախակրթարան գտնել, քան ճիշտ բուհ, որովհետեւ ցանկացած դեպքում գիտելիքը ստանալու համար պետք է ճիշտ նախապատրաստական այս հողը լինի, իսկ սա դրվում է հենց այս տարիքում։ Գիտեք, որ մենք հնարավորություն ունենք նաև անդրադառնալ հետաքրքիր ու տարբերվող կանանց օվկիանոսից այն կողմ։ Շատ հաճախ մեզ թվում է, որ տարբերվող հետաքրքիր կանայք ինչ-որ հատուկ ոլորտներում պիտի լինեն, կամ այդ ոլորտում ինչ-որ հեղափոխական բաներ անեն։ Իրականում, եթե մարդը կարողանում է իր մասնագիտական ունակություններով մի քանի կամ մի քիչ շատ երեխաների կյանքը փոխել, այնպես անել, որպեսզի նրանք պատրաստ լինեն իսկապես մեր ժամանակի մարտահրավերներին, եւ ամենակարևորը, որն այսօր մենք ավելի ենք կարևորելու, ովքեր կարողանում են այնպես անել, որպեսզի երեխաները ունենան մանկության հետ իրենց կյանքի ամենակարևոր հատվածը։ Այս կանայք իրականում տարբերվում են եւ մտածողությամբ եւ իրենց էներգետիկայով։ Մենք այսօր խոսելու ենք շատ տարբերվող մի կենտրոնի մասին, որտեղ ամենակարևորը, բացի հետաքրքիր ու մեծ գաղափարներից, ամենակարևորը մանկությունը պահելն է, մանկության հեքիաթը պահելը։ Այս պահին, սիրելի հետևորդներ, նաեւ ձեր անունից սիրով ուզում եմ Էլ-Ռումում ողջունել Հեքիաթ Family Child Care-ի հիմնադիր տնօրեն Գոհար Գրիգորյանին։ Նորից ողջունում եմ Գոհար, շատ ուրախ եմ, ինձ իրականում շատ հաճելի էր, որ հնարավորություն ունեցանք ծանոթանալ։ Երբ ձեր Child Care-ի տեսանյութերը նայում եմ, ես հասկանում եմ ինչքան այսպես զգուշությամբ եք մոտենում մանկությանը։ Երբ ձեզ հետ առիթ ունեցա ձեզ տեսնել, հասկացա, որ ամեն ինչ գալիս է հիմնադրից։ Ողջույն Լիլի ջան, շատ շնորհակալ եմ ձեր հաղորդմանը ինձ հրավիրելու համար եւ շատ շնորհակալ եմ, որ մեր աշխատանքը նկատել եք եւ տեսանելի է։ Մեր գերագույն նպատակն էլ հենց դա է, որ մեր բալիկներին տանք այնպիսի մանկություն, ապահովենք այնպիսի հեքիաթային մանկությամբ, ինչպիսին մեր մանկապարտեզի անվանումն է։ Դա պատահական ընտրված չի։ Հեքիաթ անվանումը ի սկզբանե ունեի մի քանի տարբերակներ, բայց միայն այս անվանումներ, որ կարողացավ ընդգծել այն ամենը, ինչ որ ես մտադրված էի, որ այս մանկապարտեզում պիտի անենք, այսինքն երեխաներին ապահովենք հեքիաթային մանկությամբ։ Այո, Գոհար, սա նաև ձեր բնավորության ու տեսակի մասին է, խոսում անվանումը հեքիաթ, այսինքն դուք սիրում եք կարծրատիպեր կոտրել, չեք սիրում շատ այսպես նորաձև ու թրենդային կոչվող ինչ-որ ուղղությունների հետևից ընկնել, սիրում եք շեշտը դնել բովանդակության։ Այո, ճիշտ եք նկատել, իմ բնավորության մեջ երևի պահպանողական բաներ էլ կա, որ ես նոր եմ նկատում։ Երբ որ Հայաստանում ենք, շատ դրան կարևորություն չենք տալիս, որովհետև ինքնաբերաբար այդ ամեն ինչը ստացվում էր, այսինքն մեր երեխաների կրթությունն էլ ինքնաբերաբար, ոնց որ դաստիարակությունը, նույն էլ կրթությունը դպրոցում մանկապարտեզում ստանում էին, բայց երբ որ տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ, ես այդ բացը անձամբ զգացի եւ տարբերությունը այստեղի եւ այդտեղի, թե դաստիարակության, թե մանկության։ Դուք ձեր առաջին մասնագիտությամբ իրավաբան եք, աշխատել եք արտակարգ իրավիճակների նախարարությունում, իրավաբանական վարչությունում, Հայհիդրոմետ ծառայությունում, այսինքն ձեր ամբողջ գործունեության այս ընթացքը Հայաստանում աշխատել եք իրավաբանության մեջ։ Հետո այնպես ստացվեց, քանի որ ձեր ծնողները նահանգներում էին, մեկնեցիք։ Այո, շատ երկար տևեց այդ process-ը, երկար տարիներ տևեց, բայց տեղափոխվեցինք երեխաներիս հետ եւ ես ինչ-ինչ պատճառներով
չկարողացա իմ մասնագիտությամբ շարունակել, այսինքն պիտի այստեղ ուսում ստանաս եւ երկարատև ուսում, բայց քանի որ երեխաներից հետ էր, դժվարություններ որոշակի կային եւ ես ստիպված էի ընտրել որևէ աշխատանք, որևէ տեղից սկսել, մի քանի տեղերում փորձեցի եւ վերջապես եկամ մանկապարտեզ, ընդունվեցի մի շատ լավ մանկապարտեզ, որտեղ իսկապես շատ լավ կոլեկտիվ էր, լավ միջավայր էր եւ սիրեցի մանկապարտեզը եւ իմ մեջ էլ բացահայտեցի այն հակումները, որ իսկապես չէի նկատել, որ մեծ սեր ունեմ երեխաների հանդեպ, բայց վստահ եմ իմ վրա, որ եթե բացեմ մանկապարտեզ, շատ անելիքներ կան, շատ մտադրություններ կան, շատ բացեր կան, որ կարելի է լրացնել եւ այս մանկապարտեզը հիմնելով հենց իմ գերագույն նպատակն էլ դա էր, որ այդ բացերը, որ ես այստեղ տեսնում եմ, լրացնեմ։ Այո, այսինքն ըստ էության երեխաների հետ այդպես աշխատանքի անցնելով ձեզ համար բացահայտեցիք այս ոլորտը, բացահայտեցիք ձեր մեջ եղած եւս մեկ հմտություն։ Դեռ պատանեկական տարիքում երազում էի մանկավարժ դառնալ, բայց ընտրեցի իրավաբանի մասնագիտությունը, որը եւս շատ եմ սիրում, բայց հիմա երեխաների հետ աշխատելով կարծես այնպես եմ այս ամենին համակերպվել, որ ես շատ երկար տարիներ եղել եմ մանկավարժ։ Այդ որակավորումն էլ ստացա եւ իսկապես այս աշխատանքը ինձ շատ է դուր գալիս։ Այո, 2022-ին փաստորեն բացեցիք, այդ որոշումն ունեցաք հենց հիմնադրել Heycat Family Child Care-ը։ Այսինքն արդեն զգում եք, որ այստեղ ինչ-որ բան պիտի փոխեք այս ասպարեզում նաեւ։ Հա, իսկապես Լիլիթ ջան, ես չգիտեմ, այդ ներքին ցանկությունն է, ինչ-որ մի բան փոխելու, այն ինչ-որ ես նկատում եմ, որ իսկապես լրացնելու կարիք կա կամ պակասում է, ես իսկապես ուզում եմ, որ իմ սաների միջոցով լավ կլիներ, որ շատ ավելի երեխաների այդ հնարավորությունը տայինք, բայց քանի որ հնարավորությունները սահմանափակ են, առայժմ աշխատում ենք մեր հրաշք բալիկների հետ, որոնք իսկապես հրաշք են։ Մեկը մեկից յուրահատուկ, մեկը մեկից տաղանդավոր, շնորհալի, շատ լավ բալիկների հետ ենք աշխատում եւ կարողանում ենք ստանանք այնպիսի միջոցառումներ, որ իսկապես ես ինքս էլ եմ զարմանում երբեմն։ Ինչ վերաբերում է միջոցառումներին, կարծում եմ, որ մեր հետևորդները նույնիսկ ոչ միայն օվկիանոսից այն կողմ, որովհետև այդտեղ իրենք հնարավորություն ունեն հասցեն հեռախոսահամարն էլ տեսնում են, վստահ եմ այս տարիների ընթացքում շատերը գիտեն, այդտեղ հնարավորություն ունեն վայելելու, բայց ձեր միջոցառումները նույնիսկ էջում, երբ միացնում ես, չես կարողանում անջատել, որովհետև անընդհատ այդ ժպիտ, այդ զգացողությունը, որ դու կարողանում ես հետևել երջանիկ երեխաներին, որոնք ոչ թե ինչ-որ սովորած արտահայտություններ են անում, այլ կարծես վայելում են իրենց մանկությունը, Գոհար, ձեր շնորհիվ։ 3 ամսականից 13 մինչև տարեկան իրավունք ունեք։ Այո, բայց որ տարիքային խումբն է հիմա ավելի շատ հեքիաթում։ Հիմա մեզ մոտ գերակշռում է 1.5-ից մինչև 4-4.5 տարեկանները։ Եվ կարելի ասել այնպիսի տարիքային խումբ է 2-ից 4-ը հատկապես, որ կարողանում ենք բոլորին ընդգրկենք, հնարավորինս ընդգրկենք մեր բոլոր ծրագրերում։ Մաքսիմալ իրենց էլ ներգրավել այս ամեն ինչի մեջ։ Սկզբում մտածում եք, այսինքն այն մթնոլորտը, որ այսօր կա հեքիաթում, հենց այդպես պատկերացնում եք դուք, Գոհար։ Հա, իսկապես հենց այդպես էլ պատկերացրել եմ, հա, այդպես էլ պատկերացրել եմ, որ մի միջավայր, առողջ մթնոլորտ, որ երեխաները սիրով կան ու այստեղից միայն վառ հուշեր ստանեն։ Մեթոդը ես հասկացա, որ հեղինակային է, հայկական, այստեղի, հա, հայաստանյան մեթոդի եւ նաեւ երևի որոշակի հարմար ադապտացված հատված կա։ Այո, հաշվի առնելով տարիքային երեխաների այդ տարիքային խմբերը, ես արդեն ունեմ մշակված ծրագիր, բայց պարբերաբար թարմացնում եմ, հաշվի առնելով իրենց տարիքային առավելությունները, առանձնահատկությունները, յուրաքանչյուր անգամ մտածում եմ ինչ նոր թեմա, ինչ նոր ծրագիր կարելի է իրենց հետ ուսուցանել, որ ավելի զարգացնենք իրենց ստեղծագործ միտքը, իրենց երևակայությունը զարգացնենք եւ իրենք իսկապես իրենց կան հեքիաթում։ Փաստորեն առավոտյան երեխաները գալիս են, օրվա հիմնական մասն անցկացնում են Heycat Family Child Care-ում։ Առավոտյան գրաֆիկը ոնց որ բոլոր մանկապարտեզներում նախաճաշ, մարմնամարզություն, հետո ունենք դաս,
բակի ժամ ունենք, քնի ժամ, ճաշի ժամ Այո։ եւ խաղի ժամեր։ Եվ խաղի ժամեր, այո, բոլորը Այո։ ժամ է, իսկ խաղինը ժամեր, իսկապես։ Խաղերի ձևով նաև հայկականությունը շատ կա մանկապարտեզում։ Այո, թե խաղերի միջոցով, թե երգերի միջոցով, թե թեմատիկ զրույցներ ենք ունենում, երբ որ ինչ-որ միջոցառում ենք պլանավորում, ոչ թե հենց այնպես երեխաները արտասանում են ու անցնում ենք առաջ, այլ բացատրելով, թե ինչ տոն ենք նշում, անգամ երբ բանաստեղծությունները սովորեցնում ենք, բառեր կան, որ խրթին են, փորձում ենք հնարավորինս բացատրել, որ երեխան հասկանա ինչի մասին է արտասանում, կամ ինչի մասին է այս հեքիաթը, որ պետք է բեմադրենք, շատ դրույթներ ենք իրենց հետ ունենում։ Այո, փորձում եք, դուք ձեր երեխաների հետ եք, ինձ թվում է այդպես շատ մանրամասն, համբերատար մարդ եք ձեր տեսակով։ Այո, կարծում եմ այո։ Այո, երեխաներն արդեն մեծ են, մենք կխոսենք իրենց մասին, փաստորեն ձեր աղջիկը 16 տարեկան է եւ ով կմտածի 22 տարեկան տղայի մայր է Գոհար Գրիգորյանը, Աստված պահի։ Գոհար, շնորհակալ եմ շատ։ Գոհար, ես ուզում եմ հիմա անցնենք ծրագրերին։ Այն միջոցառումները շատ հաճախ են ձեր նախակրթարանում եւ միջոցառման նախապատրաստական ամբողջ ընթացքը ես հասկանում եմ, որ սա մի հսկայական կարևոր դաս է յուրաքանչյուր երեխայի համար։ Յուրաքանչյուր անգամ կլինի թեմատիկ, թե տարվա եղանակով պայմանավորված, կարող եմ ասել, որ տարեկան մի քանի միջոցառում ենք նախաձեռնում, իհարկե միջոցառման տեսքով առանց ծնողների, բայց նաև ունենում ենք տարեկան հանդեսներ, Գարնան, Նոր տարվա, իսկ ընթացիկ նախաձեռնում ենք աշնան թեմատիկ, ամռան հետ կապված, հունիս 1-ն ենք նշում վերջին անգամ աշնան շուկա թեմայով, ոչ թե պարզապես աշուն, այլ փորձեցի ավելի հետաքրքիր միջոցառում ստանալ, որ երեխաները անգամ պատկերացում չունեն, թե շուկան ինչ է, պատկերացնեն ինչ է շուկան։ Եվ ստեղծեցինք այնպիսի միջավայր, որ երեխաները իսկապես հասկացան, թե ինչ է շուկան։ Սցենարը բացառապես դուք եք մշակում, դուք եք գրում։ Թեմաներ կան, որ կարելի ասել եղածից ոնց որ դուրս բերում եմ, բայց այնպիսի բանաստեղծություններ, որ անգամ ես ինքս էլ չեմ լսել, ոչ sense տարածված էլի բանաստեղծություններ, բայց միջոցառումներ կան, որ բացառապես ես եմ գրում։ Դուք գիտեք, որ այդպիսի շատ հետաքրքիր շնոր ունեք նաև, հա, այդ պատկերացնելու, համադրելու եւ գրելու նաև։ Պատանեկան տարիքում եմ ստեղծագործել, բայց դրանից հետո երբևէ չեմ ստեղծագործել, բայց հիմա կարիքը կա, զգում եմ, որ կարիքը իսկապես կա եւ երևի էմոցիաներ կան կուտակված, որ ուզում եմ դուրս բերել։ Այո, բայց ստեղծագործում եք հենց մանկական, թե ոչ միայն։ Չէ, մանկական։ Դուք նշեցիք, որ նաև հայաստանյան մանկապարտեզի, հա, որոշակի այս մանկապարտեզի մեթոդները ծրագրային դուք կիրառում եք։ Նաև այդ կոլեկտիվ ասվածի երեխաները մեկը մյուսի հետ համագործակցելու, հիմա իրականում այդ սոցիալական շփումը ամենակարևորն է, հա, նույնիսկ մեծերի մոտ շատ մենակյաց ենք դարձել։ Շատ կարևորում ենք իրենց իրար զիջելու բնավորություն ձևավորելը, ընկերասիրությունը, իրար օգնելը, դրանք էլ իսկապես կարևոր հատկանիշներ են, հետագայում իրենց ճանապարհը անցնելու համար կգնան դպրոց եւ պիտի այդ ամենին տիրապետեն իրենք, որովհետեւ բարդ է լինելու։ Այո, հեշտ չի, փաստորեն, բավական բարդ է կյանքը իրականում։ Բավական բարդ է, որովհետեւ այստեղ իրենք սովորում են օտարազգի տարբեր երեխաների հետ, իսկ յուրաքանչյուրը այստեղ բերում է իր կուլտուրան, իր մշակույթը եւ իսկապես շփումը դժվար է շատ։ Այո։ Ինչ վերաբերում է պարապմունքներին, փաստորեն ես հասկացա, որ հայերենով է, հիմնական լեզուն հայերենն է, թե հայերենն ու անգլերենը, հա։ Հիմնականում հայերենն է, բայց քանի որ արդեն ունենք երեխաներ, որոնց պատրաստում ենք դպրոց ճանապարհելուն, իրենց հետ արդեն անգլերեն դասընթացներ ենք անցկացնում, սովորեցնում ենք տառերը գրել եւ տարբեր երգերի միջոցով, հեքիաթների միջոցով արդեն անգլերեն ենք սովորեցնում, որ պատրաստ լինեն դպրոց գնալուն։ Այո, նաեւ պատրաստ լինեն դպրոց գնալու այս տարիքը, Գոհար,
եւ շատ բարդ տարիք է, բնականաբար այդ դուք նշեցիք 2-ից 4, այստեղ հենց ճգնաժամային տարիքն է նաեւ երեխաների, չէ, 3 տարեկանը եւ շատ բարդ է եւ միևնույն ժամանակ կարծես մանկությունը վայելելու այդ շրջանն է, որը որ չի կարելի ծանրաբեռնել։ Ինչպես է անում, որպեսզի եւ չծանրաբեռնեն եւ անհրաժեշտ իրենց այդ հմտությունները ստանան։ Այս ամենը ինչ որ մենք անում ենք նախատեսված, հատկացված, դասաժամին հատկացված ժամանակահատվածում։ Իրենք ունեն օրվա ընթացքում 2-3 անգամ խաղի ժամեր, պարբերաբար տարբեր խաղեր են խաղում, երաժշտարիթմիկայի միջոցով, երաժշտական դասեր ենք ունենում, պարեր ենք անում, ամեն ինչ անում ենք, որպեսզի երեխաների համար օրը հագեցած, միևնույն ժամանակ հետաքրքիր լինի ու ոչ ձանձրալի։ Ես հասկանում եմ, որ պայմանները ամեն ինչ ընտրված է գույներից սկսած այդ մանկական, գիտեք, մանր փոքր նրբություն կա, ես չգիտեմ հիմա մեր հետևորդները հավանաբար կադրերում կտեսնեն, այսպես ես չգիտեմ շատ լավ տեսնում են թե չէ, բայց նույնիսկ երեխաների այդ նկարները, նկարազարդումները պատերի, որտեղ երեխաների դեմքերը միշտ ու բոլորը ժպտում են։ Հատուկ է արված, որպեսզի ուրախ լինի, լուսավոր, դասասենյակն էլ ինքը շատ լուսավոր է, տրամադրող, արևկող, բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի մթնոլորտը առողջ լինի, գեղեցիկ։ Նաև այս միջոցառումների ժամանակ եւ տարբեր պարապմունքներ, երբ որ դասաժամեր ենք ունենում, մեր նպատակներից մեկն է նաև գեղագիտական ճաշակը զարգացնելն է տվյալ դեպքում։ Այո։ Դա էլ շատ եմ կարևորում երեխաների մոտ։ Heycat Family Child Care-ի հիմնադիր տնօրենի Գոհար Գրիգորյանի հետ ենք զրուցում։ Գիտեք, շատ կարևոր է երեխայի մանկության այս շրջանը ճիշտ կազմակերպել։ Մենք անընդհատ դրա մասին խոսում ենք, սա իրականում շատ կարևորում ենք, մի քանի տարբեր ուղղություններով մենք փորձում ենք գտնել այնպիսի նախակրթարան, որտեղ մթնոլորտը ջերմ կլինի, որտեղ մեր երեխային կկարողանան տալ այդ սերը, ջերմությունը։ Հեքիաթը ինչ որ առումով տարբերվում է։ Ես ամենայն դեպս ուսումնասիրելով եւ միջոցառումները նայելով եւ նաեւ արձագանքները ծնողների իրականում տարբերվում է։ Գիտեք, կարելի է շեշտը դնել ինչ որ բան սովորեցնելու վրա, կարելի է շեշտը դնել իրենց լավ զգալու վրա, պայմանների վրա, հարմարավետության։ Այս ամեն ինչը կա հեքիաթում, բայց այս ամեն ինչը անգամ պատերի, այդ նկարների մեջ ժպիտը վկայում է մի բանի մասին։ Հեքիաթում հիմքը դրված է, որպեսզի երեխան կարողանա իր մանկության հեքիաթը պահել, ունենալ, որպեսզի պահի։ Մենք անընդհատ փորձում ենք շատ փոքր տարիքից ամեն ինչ սովորեցնել, պատրաստել կյանքին, որովհետև տեսնում ենք, որ ամեն ինչ արագության մեր ժամանակներում դժվար է, բայց եթե երեխան իր մանկության մեջ այդ ուժը չունենա, հեքիաթի ուժը, դժվար թե կարողանա իսկապես դիմագրավել։ Ես կարծում եմ, որ բոլորը, ովքեր այս խնդիրը ունեն, հիմա ժամանակն է, որպեսզի գնան, տեսնեն, ուսումնասիրեն, իսկ ինձ համար ես միշտ այս գաղափարի կողմնակից եմ եղել, երբ խոսում ես, զրուցում ես հիմնադրի հետ, դու արդեն հասկանում ես, թե ինչ մթնոլորտ կլինի այնտեղ։ Այ մեր զրույցը հիմա երեկոյան ժամին է, ձեզ մոտ երեկո է բավական հոգնած, բայց այնքան պայծառ ու այնքան ժպիտով ու սիրով եք խոսում Գոհար երեխաների մասին, ծրագրերի մասին, սա շատ մեծ կարևոր մի բանի մասին է վկայում։ Ես գիտեմ, որ նաև սնունդը պատրաստում է ձեր մայրիկը շատ համեղ, այնպես ինչպես տանն են պատրաստում։ Այո, ես եւ մայրիկս ինձ օգնում է։ Հիմնականում ես եմ պատրաստում, բայց մայրս էլ է ինձ շատ օգնում։ Ինչպես եք ընտրում, ինչպես եք կազմում ճաշացանկը եւ ինչպես եք հասցնում այս ամենը։ Հասցնում եմ, ճաշացանկները արդեն այնպես եմ կազմում, ինչ որ երեխաները սիրում են։ Հիմնականում այն սնունդը, որ չեն սիրում, բացառել եմ ճաշացանկից, որպեսզի բոլորը հագենան, ոչ ոք սոված չմնա, ըստ իրենց նախասիրության եմ արդեն ճաշացանկը կազմում։ Շատ լավ, Գոհար, ինչ վերաբերում է անձնական, մենք միշտ այսպես դրականի մասին ենք խոսում, բայց ի վերջո պատասխանատվությունը շատ մեծ է։
երեխաների եւ այսպես ամենօրյա, այսինքն այս գրաֆիկը բնականաբար հոգնում եք մարդ 1 օր, 2 օր, երբ կարողանում է ուրիշի երեխային հատկապես այդ պատասխանատվությամբ ուշադիր լինել, հոգնում է։ Ինչպես եք կարողանում այս ամեն ինչը, որտեղից եք էներգիա ստանում։ Ես կարծում եմ երեխաներից եմ այդ էներգիան ստանում։ Իսկապես այդ էներգիան կարծես փոխադարձ լինի։ Ահա։ Նույնիսկ ազատ օրերին, շաբաթ կիրակի օրերին, երբ որ ազատ ենք, ես անհամբերությամբ 2 շաբթի օրման եմ սպասում, որ մանկապարտեզը լցվի, իսկապես։ Հա, իրենցից իսկապես մեծ էներգիա է ստանում, որը որ մաքուր եւ անբիծ է, չգիտեմ, մեծ մարդկանցից այդ էներգիան դու չես կարող ստանալ, իսկ իրենք մաքուր էակներ են։ Նաև սիրում եք երեխաների մեջ անհատականությունը տեսնել, հա, Գոհար, ես հասկացա, որ Այո։ Արդեն ես գիտեմ, ով ինչպիսի անհատականություն է, ինչ հաջողություններ է ունենալու այս կյանքում, որ ոլորտում, նույնիսկ ուղղորդում եմ երբեմն, ասում եմ, այս պարապմունքին դու կգնաս, այսինչ բանով կզբաղվես։ Այս տարիքից փաստորեն երևում է նաև կողմնորոշումը։ Հա, իսկապես երևում է, հետաքրքիր է, բայց երևում է։ Շնորհակալ եմ, Գոհար, ինչ վերաբերում է ձեր երեխաներին, փաստորեն բավական մեծ տարիքում են արդեն մեկնել։ Սկզբնական առաջի 2 տարին իհարկե դժվար էր բոլորիս համար, թե իմ համար, թե երեխաների, եւ հոգեբանորեն, եւ տարածքային առումով եւ միջավայրի մշակույթի առումով, բայց կարծես արդեն ադապտացվել են թե իրենք, թե ես։ Աղջիկը սովորում է դպրոցում, տղաս քոլեջում։ Բավականին լավ են սովորում ու կարճ ժամանակահատվածում իրենք բավականին առաջ են արդեն։ Ինչպես եք հասցնում ընկերներին ժամանակ տրամադրել, ընտանիքի հետ անցկացնել ժամանակը երեխաների, չնայած մեծ են, բայց նրանք մեծ տարիքում ասում են ավելի շատ, չէ՞, ուշադրություն են պահանջում։ Այո, ուշադրության կարիք ունեն, երբեմն դժգոհում են, որ շատ ժամանակ չեմ հատկացնում, բայց հնարավորինս փորձում եմ ազատ օրերին էլ իրենց ժամանակ տրամադրել, բայց այստեղ կյանքը այնքան արագ է, բոլորը զբաղված են, երեխաներն էլ այնքան զբաղված են, որ կարծես իրենք էլ տենց շատ ժամանակ չունեն, բայց ազատ օրերին փորձում ենք միասին անցկացնենք։ Գոհար, այստեղի եւ այդ ամենաշատը ինչն եք կարոտում այստեղի։ Դուք շատ հետաքրքիր այսպես զգացողություն ունեք հայկականության, մանկության, միջավայրի, հա, նաև այստեղ ամենակարևոր բանը ինչն է, որ կարոտում եք եւ դուք երևի այն քիչ մարդկանցից եք, որ կարողանում եք այստեղի մթնոլորտը տեղափոխել, օվկիանոսի վրայով տեղափոխել։ Լրիվ տարբեր աշխարհներ են ու ես այդտեղ ամեն ինչն եմ կարոտում, թե ընկերներիս, թե իմ շրջապատը, իմ բնակավայրը, ամեն ինչ կարոտում եմ, Լիլիթ ջան։ Այո։ Ու իսկապես ես այս ամենը, որ ստեղծեցի, հենց այդ նպատակով, որ ստեղծենք փոքրիկ Հայաստան։ Ահա։ Երեխաներին էլ այնպես դաստիարակենք, որ իսկապես իրենք գան, որ իրենք հայ են։ Այո։ Ոչ թե բառերով, այլ հոգով, սրտով դա զգան։ Ահա։ Իսկ ինչքանով է հենց իրենց համար կարևոր, որպեսզի մարդը զգա, իմանա իր արմատը, հենց իր համար, հա, վաղը որ կետում էլ լինի աշխարհում, ասում են սա շատ կարևոր մի բան է։ Այո, շատ կարևոր է, որովհետև այստեղ ձուլվելը շատ հեշտ է, ու եթե այդ իրենց արմատները չպահեն, շատ արագ կձուլվեն, շատ կփոխվեն երեխաները։ Կարծում եմ մերը պահելը ամենաճիշտն է բոլոր դեպքերում, Այո։ բոլոր տեղերում։ Շնորհակալ եմ, Գոհար, նաև դուք այսպես չշեշտադրեցիք դժվարությունները, բայց նշեցիք, որ առաջին պահին դե հասկանալի է, դժվարությունները բավական շատ են, որովհետև միջավայրից սկսած կարծես ամեն ինչ օտար է, իսկ դու իրավունք չունես այսպես նստել, պիտի գործես։ Մանավանդ երեխաների հետ մեկնելը դա բավական մեծ պատասխանատվություն է։ Ինչպես եք մոտիվացվում եւ ինչպես եք կմոտիվացնեք նաեւ կանանց, ովքեր մտածում են, որ դժվար է եւ իրենք չեն կարող հաղթահարել որևէ դժվարություն ու պատրաստ են հանձնվել։ Ես կարծում եմ, որ հանձնվել պետք չի, ամեն դեպքում պետք է գնալ երազանքների հետևից, պետք է նպատակներ ունենալ եւ առանց տրտնջալու
շարժվել է առաջ, պետք է շատ աշխատել, շատ ջանքներ դնել եւ իսկապես այդ ջանքերը անարդյունք չեն։ Հաստատ իրենց պտուղները տալիս են։ Շնորհակալ եմ շատ Գոհար, ինձ իրականում շատ հաճելի էր։ Ես ուզում եմ, որպեսզի Հեքիաթ Family Child Care-ը այս մթնոլորտը շատ տարածվի։ Այստեղ երեխաները իսկապես իրենց մանկությունը գտնում են եւ այն կկարողանան պահել իրենց մեջ։ Իսկ ինչքան շատ երեխաներ մանկական այդ հեքիաթը ունենան, այնքան ավելի մենք վստահ կարող ենք լինել, որ հաջորդ սերունդը եւ հայկական կմնա, որովհետեւ այս տարիքում շատ կարեւոր է, երբ երեխայի մեջ է, եւ միևնույն ժամանակ շատ ավելի վստահ ու հանդարտ արագության այս ժամանակում կկողմնորոշվի, կկարողանա իր մանկության երջանիկ հեքիաթը պահել իր մեջ։ Եվ սա ձեր շնորհիվ։ Շնորհակալ եմ շատ, ինձ իրականում շատ հաճելի էր։ Ես էլ եմ շատ շնորհակալ, նմանապես Լիլի ջան, դրական էմոցիաներ ստացա ձեզ հետ շփվելիս եւ լավ ու բարի զրույց ունեցանք։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ, ես նույնպես շնորհակալ եմ։ Սիրելի հետևորդներ, իրականում այ Գոհար Գրիգորյանը նշեց դրական էմոցիաներ մենք ստացանք եւ նայելով այս հասցեն դուք տեսնում եք, այս ուղակի կարելի է էջում նայել ու այդ դրական էմոցիաները իսկապես զգալ։ Երբ մենք նայում ենք ու տեսնում ենք, որ երեխաները անկեղծ ուրախանում են, ոչ թե ինչ-որ բան են ասում, այլ ուրախանում են, ծիծաղում են, վայելում են, հասկանում են ինչի մասին են խոսում, սա ամենակարևորն է եւ ամենաշատ ու հզոր էներգիան հենց այստեղից ենք ստանում։ Հեքիաթ Family Child Care-ի հիմնադիր տնօրեն Գոհար Գրիգորյանի հետ էինք զրուցում։ Ինչպես նշեցինք, սկզբում երևի չի էլ պատկերացրել Գոհարը, որ այս ասպարեզում այսքան անելիք ունի։ Բայց ինչպես ասում են, կյանքի ճանապարհները որևէ մեկը չի կարող կանխորոշել, այնպես է ստացվում, որ դժվարությունների միջով կամ ստիպված, կամ քեզ թվում է, որ ստիպված դու հայտնվում ես մի ոլորտում, հետո հասկանում ես, որ այս ոլորտը ինչ որ առումով քո առաքելությունն է։ Ոչ թե ուղղակի մասնագիտություն, այլ առաքելություն, որովհետև այստեղ դու կարող ես շատ բան անել։ Ամենամեծ ու ամենաշնորհակալ գործը մանկավարժի ի վերջո գործն է, սրա մասին բոլորս խոսում ենք, բայց այն դեպքում, երբ որ մանկավարժը ինքը զգում է, որ սա իր առաքելությունն է։ Ես այսօր վստահ կարող եմ ասել, դուք նույնպես կարող եք, ինչպես նշեցի, նույնիսկ Հայաստանում արդեն այդ էջերը մտնելով, փոքր տեսանյութերը դիտելով հասկանալ, որ իրականում անվանումը շատ ճշգրիտ գտնված է, սա մի հեքիաթ է, որտեղ ցանկալի է, որ լինեն բոլոր երեխաները։ Հեքիաթ, որ ցանկալի է, որ յուրաքանչյուր երեխայի կյանքում լինի։ Այս պահին ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, վստահ եմ, որ այս հատվածում մեր հայրենակիցները հավանաբար գիտեն, իսկ ովքեր չգիտեն, կկարողանան ուղղակի գնալ, այցելել, վայելել, զգալ ու հասկանալ, որ իրենք շատ մեծ երազանքներ կարող են ունենալ եւ այդ ճանապարհով գնալ, որովհետեւ իրենք վստահ կարող են երեխաների մանկությունը վստահել հենց Հեքիաթ Child Care-ին։ Իսկ ինչ վերաբերում է բոլոր նրանց, ովքեր Հայաստանում են կամ հայերին աշխարհի տարբեր անկյուններում, ընդհանրապես կարելի է հասկանալ, որ կնոջ էներգիան եւ կնոջ այդ ներքին ու կարևոր տեսակ առանձնահատկությունը իսկապես կարող է անհնարինը հնարավոր դարձնել։ Երբեք չի կարելի ծալել ձեռքերը, շատ բան այս աշխարհում մեր ձեռքերում է։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։